Աստվածաշնչյան ընթերցանություն ամեն առավոտ Չարլզ Սպերջեն Դեկտեմբերի 14 Նրանք զորությունից զորություն են գնալու Սաղմոս 84:7 Գոյություն ունեն այս խոսքերի տարբեր մեկնաբանություններ, բայց դրանք բոլորն էլ զարգացման մասին միտքն են արտահայտում։ Զորությունից զորություն են գնալու նշանակում է զորությունից դեպի զորություն են գնալու, այսինքն զորություն են հավաքելու։ Եթե մենք երկար ենք ոտքով քայլում, մենք զորությունից դեպի թուլություն ենք գնում, այսինքն կորցնում ենք այն։ Ճանապարհ ընկնելիս մենք լի ենք զորությամբ, բայց հետզհետե այն սպառվում է, ավելի անտանելի է դառնում տոթը և մենք նստում ենք ճամփեզրին հանգստանալու, իսկ մի փոքր անց շարունակում ենք հոգնեցուցիչ ճանապարհը։ Սակայն ուխտավորը, որ շնորհքի թարմ համալրում է ստացել, նույնիսկ երկար տարիներ քայլելուց հետո հոգևորապես նույնքան առույգ է, որքան ճանապարհի ամենասկզբում։ Գուցե նա չունի նախկին խանդավառությունը, ոգևորությունը, եռանդը, բայց նա ավելի լավ գիտի որտեղից զորություն ստանալ և շարունակում է իր ուղին, թեև ավելի դանդաղ, բայց ավելի վստահ։ Որոշ ալեհեր, վետերաններ ներկայումս էլ նույնքան ագահաբար են կլանում ճշմարտությունն ու նույնքան եռանդով են այն տարածում, որքան երիտասարդ օրերին։ Սակայն ավաղ ստիպված ենք խոստովանել, որ ամենից հաճախ հակառակն է պատահում։ Անօրենության բազմապատկման պատճառով շատերի մոտ պաղում է սերը, բայց դրա համար մեղավոր են հենց մարդիկ, այլ ոչ թե խոստումը, որն ուժի մեջ է մնում։ Նույնիսկ պատանիները կհոգնեն ու կթուլանան, երիտասարդները բոլորովին անզոր կդառնան, սակայն նրանք, ովքեր Տիրոջն են ապավինում, պիտի նորոգեն իրենց ուժը, արծիվների պես թևերով վեր պիտի սլանան, պիտի վազեն ու չպիտի հոգնեն, պիտի քայլեն ու չպիտի նվաղեն։ Եսայա 40:30-31 Տրտնջացող քրիստոնյաները իրենց չեն գտնում ուշադիր նայելով ոչ հեռու ապագային։ Ավաղ հոգոց է հանում նման հոգին. իմ ճանապարհը տառապանքից տառապանք է։ Լիովին ճիշտ է, թերահավատ, բայց հետո չէ, որ զորությունից զորություն ես գնալու։ Դու կյանքում չես գտնի տառապանքների մի փունջ, որ փաթեթավորված չլինի շնորհքով, սակայն կտա քեզ հասունության զորություն, դրված ամրացած ուսերին։